Աղստև գետի ջուրը հանդարտվել իր հունով է գնում։ Վարարման շրջանի ավարտից հետո արդեն 1 ամսից ավելի է 90 մետր երկարությամբ հատվածում ամրակայման աշխատանքներ են կատարվում։ 3 մետր բարձրության հենապատ էր շարվում, որ ջուրն այլևս դուրս գալու ճանապարհ չունենա։ Տեղանքներ ունենք, որտեղ որ հնարավոր չի իրականացնել աշխատանքներ, տեխնիկաների մուտքն չեն կարող ապահովել եւ աշխատանքներ չեն կարող իրականացնել գետի բարձրացան հետ կապված, բայց մնացած տեղամասերին, որտեղ որ հնարավոր է կատարել աշխատանքներ շարունակվում են։ 2024-ի մայիսին, երբ Դեբեդն ու Աղստևը վարարել էին, Տավուշի մարզով անցնող միջպետական ճանապարհի որոշ հատվածներ եւս քանդվել էին, դարձել ոչ երթևեկելի։ Ժամանակավոր լուծումներ ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են։ Այժմ հերթը հիմնարար աշխատանքներինն է։ M4 միջպետական ճանապարհի գետի հարակից ռիսկային գոտիներում կատարվել են ուսումնասիրություններ, 10 տեղամասերում հենապատերի կառուցման ու ամրացման նպատակով կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել։ Կան տեղամասեր, որտեղ ընդհանրապես հենապատեր չեն եղել, եւ կան տեղամասեր, որտեղ որ եղել են եւ աղետի հետևանքով ջուրը արդեն իրենց փլուզել է, այդպես նույնպես կառուցվում է հենապատեր։ Ունենք տարբեր բետոնային հենապատեր, ունենք եւ միաձուլ բետոնային եւ ուտաբետոն, այսինքն որ քարային բետոնախառնուրդով է իրականացվում։ Սա այն հատվածներից է, որտեղ հենապատեր չեն եղել, նոր են տեղադրվում։ Հաղարծին տանող ճանապարհին ոչ միայն վարարումներն են խնդիրներ առաջացնում, այլև կան սողանքային գոտիներ։ Քանի որ գետը հոսում է M4 մայրուղու կողքով, Աղստև գետը, հենց վնասը միանգամից մայրուղում էր եւ ամենամեծ վտանգավոր հատվածն է Հաղարծին գյուղական բնակավայրում սողացող սողանքի տարածք ունենք, որը հենց հարևանությամբ դիմացին է դպրոցի, որտեղ որ ամենավտանգավոր կետերից մեկն էինք համարում եւ ինք իրենով բնակելի տներ տվյալ հատվածում քանդեց տարավ, մեկը Հաղարծին եկեղեցի տանող ճանապարհի Խաչմերուկի ներքևի հատվածն է, որտեղ որ վանական համալիրի կողքից եկող գետն է միանում Աղստև գետին, այդ հատվածն է, մեկը Հաղարծին դպրոցի հենց հարևանությամբ այդ տարածքն է, երկու տարածքներ էլ նույն ճանապարհի վրա մի քիչ չհասած Հաղարծին դպրոց եւ Հաղարծին դպրոցը անցած սև կետերը, հա, գետերի, որտեղ որ հետագա վտանգը նորից կանխատեսվում է։ 2024 թվականի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից անմիջապես հետո սկսեցինք իրականացնել առաջնահերթ վերականգնման աշխատանքներ։ Այսինքն այն կետերում, որտեղ որ գետը վնասել էր ճանապարհի շեպը եւ տեղի ունեցել փլուզումներ, առաջնակարգ այնտեղ քարային լիցքով իրականացվեց ափապաշտպան միջոցառումներ, որից հետո ճանապարհը դարձավ արդեն անվտանգ եւ երթևեկելի։ Դրանից հետո երկրորդ փուլով իրականացրել ենք թե ասֆալտապատման, թե նոր հենապատի կառուցման աշխատանքներ։ Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվելու են Դիլիջան-Իջևան հատվածում, մինչև Ճամբարակի Խաչմերուկ ձգվող ճանապարհահատվածում։ 2024-ին 10 տեղամասերը վերականգնվել էին։ Նոր ծրագրով նույն հատվածներում հավելյալ միջոցառումներ են կատարվում, որ հնարավոր ջրհեղեղի դեպքում վնասները բացառվեն, վստահեցնում է ճանապարհային դեպարտամենտի ինժեները։ 10 տեղամասերից 3-ում իրականացնելու ենք հենապատեր խամքարաբետոնից, ծանր բետոնից, այսինքն 323 մետր հենապատ են կառուցելու եւ 7 տեղամասում իրականացնելու ենք երկաթբետոնե հենապատներ ընդհանուր 489 մետր երկարությամբ։ Նախագծային աշխատանքները իրականացվել են 2025 թվականին, մրցույթը հայտարարվել է եւ կայացել է 2025 թվականի տարեվերջին, արդեն այս տարվանից մենք մեկնարկել ենք շինարարական աշխատանքները, որ նախատեսում ենք ավարտել մինչեւ տարվա վերջ։ Տավուշի մարզում այս տեղամասերի վերականգնումից հետո վարարման ռիսկերը մեծապես կնվազեն, նաև հետևանքների վերացման ուղղված աշխատանքներն են հիմնականում ավարտվել։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել էր նաև Խաշտարակ գյուղ տանող կամուրջը, Իջևանի համայնքապետարանի եւ մարզպետարանի ջանքերով այնտեղ փոքր կամուրջ էր բացվել, որպեսզի դեպի գյուղ գնացող ճանապարհը լինի բաց, սակայն մենք անցած տարի սկսեցինք եւ այս տարի ավարտեցինք նոր մետաղական կամուրջի կառուցման աշխատանքներն արդեն, որը իրականացրեցինք Իրանի գործընկերների հետ։ Երկրորդ փուլի աշխատանքների իրականացման ժամկետը 270 օր է։ Շինարարը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ կհասցնեն ավարտել աշխատանքները։ Վարդուհի Արզումանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։